Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ, իհարկե ողջունում եմ ձեզ եւ շնորհակալ եմ ձեզ այսօր այստեղ գտնվելու համար, որ այսօր ձեր մեջ հույսը չի մեռել եւ հավաքվել եք մեր կողքին, լսվում եք, կներեք, որ այսօր հուսախաբ չենք եղել, գրեթե 30 տարի ի վեր, մեր իշխանությունները մեզ անընդհատ խոստումներ են տվել եւ հուսախաբ են արել, բայց եւ այդպես մենք մեր մեջ հույս ենք գտել եւ կանգնել ենք պայքարելու, այո, պաշտպանելու մեր հայրենիքի եւ սահմանները, որովհետեւ այսօր պետք է պահենք անառիկ մեր սահմանները, հպարտանանք մեր դրոշով եւ այնուհետեւ այդ անառիկության հզորացման հետևանքով զարգացնենք տնտեսությունը եւ կրթությունը։ Ցանկանալով ընդգծել մեր բանակի, սահմանների, ամրությունն ու հզորությունը, ասեմ ինչու, քանի որ մեր սաները, մեր աչքի առաջ մեծացած, մեր մանկավարժների աչքի առաջ մեծացած սաների ճանապարհը դեպի բանակ եւ սահման շատ կարճ է։ Սիրելի երիտասարդներ, դիմում եմ ձեզ, այսօր դուք ունեք լիարժեք իրավունք եւ ամենամեծ իրավունքը ձերն է այս երկրում արարելու, ստեղծելու, ապրելու ազատ եւ խաղաղ երկնքի տակ։ Ճիշտն ասած ճանապարհին որոշել էի ամբողջովին խոսեմ կրթության մասին, բայց երբ եկա այս տարածաշրջան, որտեղի օդը շնչել է քույրս եւ զոհվել է սոտքում, միանգամից պիտի այն իմպրովիզացիաները գալիս են սրտիցս ասեմ։ 44-օրյա պատերազմի ժամանակ մի փոքր մեջբերում անեմ, իմ տղաս դեռևս 15-16 տարեկան էր եւ Էջմիածնի կամավորական ավտոբուսներից նրան մի կերպ էինք հանում եւ վերադարձնում տուն։ Այո, այս հողում մեր երիտասարդները, մեր սաները իրավունք ունեն այս սուրբ հողում ապրելու, զարգացնելու, շենացնելու, սուրբ, որովհետև այս հողի համար թափվել է սուրբ երիտասարդների, կոկոն ծաղիկների արյունները, մինչդեռ մեր իշխանությունները այս սուրբ օրերին կարողանում են երեխայի աչքի առաջ ստորացնել ծնողին, սուրբ եկեղեցու պատարագի ժամանակ մեր սաներին ձերբակալել։ Իհարկե չէի ցանկանա այդ մասին խոսել, ցանկանայի խոսել միայն լավ բաների մասին։ Կրթությունը իհարկե, եթե խոսենք կրթությունից, կրթությունը շատ կարևոր եւ հիմնարար դեր է տանում մեր երկրի կայունության, զարգացման հարցում։ Իհարկե մեր իշխանությունները մեզ տարբեր բնակավարներում փորձում են համոզել, որ ամենուր ամեն ինչ բարեփոխվում է։ Բայց եկեք բոլորս ընդունենք, որ ամեն փոփոխություն դեռևս բարենորոգում եւ բարեփոխում չէ մեր երկրի համար։ Առաջին հարցը, որի մասին որ ցանկանում եմ խոսել, դա շատ կարևոր հարց է։ Մեր Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, անխտիր բոլոր մարզերում փակվում են դպրոցներ։ Իհարկե, դպրոց փակելու արտահայտությունը քողարկվում է օպտիմալ կառավարման, կրթության հասանելիության, տարբեր բառերի շղարշի ներքո, սակայն փաստ ենք արձանագրում, որ օրինակ Գեղարքունիքի մարզում փակվում են 15 դպրոց, որից 11-ը Վարդենիսի տարածաշրջանում, որոնցից շատերը սահմանամերձ են։ Այո, իհարկե կարող ենք ասել, դպրոցը դե ոչինչ, մեկը կփակվի, մյուսը կգնան, բայց այսօր անձամբ ես իմ դրդումներից ելնելով նախընտրում եմ գնալ ապրել այն բնակավայրը, որտեղ իմ երեխայի համար դժվարություններ չեն լինի, այդպես չէ։ Իհարկե այդպես է, բայց այստեղ հարցը այլ է։ Դպրոց փակելով բնականաբար մեր համայնքները, գյուղերը աստիճանաբար տանելու են ծերացման, ոչ։ Այս իրավիճակում, եթե այն սահմանամերձ է, դա լինելու շատ ավելի արագ։ Այսինքն գյուղը դատարկելը շատ ավելի հեշտ է լինելու։ Գյուղը դատարկել դա նշանակում է, դպրոցը փակել նշանակում է գյուղը դատարկել։ Գյուղը դատարկեցինք, բնականաբար ինչ ենք անում, թիրախավորվում են սահմանները, քանի որ սահմանամերձ դպրոցները շատ են։ Քանի մեր սահմանները այս իշխանությունների շնորհիվ ավելի են նեղացել։
Սահմանները թուլանում են բնականաբար։ Եվ շատ ծավալվելով այս հարցի, իհարկե շատ կարող ենք խոսել, շատ խոցելի է այս հարցը, բայց փորձենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել մենք բոլորս, փորձենք կառուցել։ Գյուղի այսպիսի մի բան, նախ սիրելի հայրենակիցներ, դա մեր ծրագրի մեջ մտնում է շատ ամենակարևորագույն, ամենաառաջինը դադարեցնելու ենք այդ կույր օպտիմալացումը։ Անգամ չի քննարկվելու տարրական դասարանների, տարրական դպրոցների տեղափոխումը այլ վայրեր։ Սիրելի հայրենակիցներ, անվտանգության առումի մասին մենք խոսեցինք, բայց այսպիսի մի բան, դպրոց փակելը շատ հեշտ է, համայնք զարգացնել է դժվար և միասնության թևերը հավատացեք չեն վախենում այդ դժվարություններից։ Մենք անվտանգության բոլոր համակարգերի հզորացման հետ միևնույն ժամանակ զուգահեռ զարգացնելու ենք տնտեսությունը, որը միևնույն ժամանակ լուծում է միանգամից երկու հարց՝ համայնքների զարգացում և դպրոցների պահպանում։ Հավատացեք, անելու ենք դա և մեր հայրենիքը հզորացնելու ենք, մեր ճակատները պարզ կանգնելու ենք։ Հաջորդ հարցը, փորձում եմ, խնդիրները շատ են դպրոցի, փորձել եմ առանձնացնել մի քանիսը։ Հաջորդ հարցը դա ավագ դպրոցների չկայացած լինելն է։ Բոլոր ծնողները, աշակերտները, անգամ ուսուցիչները, մանկավարժները գիտեն, որ ավագ դպրոցը բացարձակ չի կայացել։ Ընդհակառակը, այն դարձել է մի վայր, որտեղ սովորեցնում են չսովորել։ Իրոք, բոլորդ համոզված եմ համաձայն եք ինձ հետ։ Ավագ դպրոցների հետ կապված այդ ամբողջ խնդիրները կարող ենք անթիվ թվարկել կարգապահությունից, դպրոցի չկայացած լինելուց, ամենակարևորագույն հարցերից, նուրբ հարցերից մեկը գիտեք որն է, որ մեր երիտասարդները, ավագ դպրոցի երիտասարդները նախընտրում են աշխատել, քան կրթվել, ընդ որում աշխատել ոչ թե փորձառություն ձեռք բերելու, զարգանալու, հմտությունները ավելացնելու համար, այլ սեփական ընտանիքի սոցիալական խնդիրները լուծելու համար։ Դա չի լինելու։ Հավատացեք, հնարավոր է սա կանգնեցնել։ Ինչ ենք մենք առաջարկում հարգելի հայրենակիցներ։ Մի այսպիսի ճկուն մոդել, որը 9 գումարած 2 գումարած 1 ճկուն մոդելը։ 9 տարի հիմնական դպրոցը լինելու է պարտադիր, 2 տարի ավագ դպրոցը պարտադիր, 1 տարի ընտրովի սկզբունք, ավագ դպրոցը, այսինքն ինչ է դա, ավագ դպրոցի սաները հնարավորություն կունենան ընտրել։ Նրանք կարող են միևնույն ժամանակ ինտեգրվել բուհական ծրագրերի մեջ, որպեսզի շարունակեն բնականաբար բուհում կրթվել և կամ կարող են նրանք ընտրել որևէ միջին մասնագիտական, ստանալ որևէ միջին մասնագիտական որակավորում։ Ինչու է սա կարևոր։ Սա հատկապես շատ իր դերը ճիշտ կծառայի այն բնակավայրերում, որտեղ գյուղերում, որտեղ քոլեջներ մոտակայքում չկան, այսինքն մեր երեխաները դպրոցից դուրս են գալու են մեր ժողովրդի լեզվով ասած մի փեշակով, որ ոչ թե գնալու են սև գործ անելու, այլ ունենալու են որակավորված որևէ միջին մասնագիտություն, որի շրջանակներում նրանք կարող են դա իրացնել, և դա օգնում է այդ երիտասարդներին շատ ավելի շուտ աշխատաշուկա մտնել և իրացված զգալ։ Սիրելիներ, բնականաբար, այս խնդրից կարող ենք շատ խոսել, տարբերակներ առաջարկել, մենք բաց ենք դրա համար, մենք բաց ենք յուրաքանչյուր քննարկման համար։ Հաջորդ, կարճ եմ ասում, քանի որ ցուրտ է և չեմ ուզում ձանձրացնել շատերին, հաջորդ խնդիրը, որի մասին ցանկանում եմ խոսել, դա մեր ուսուցիչների մասին է, մեր մանկավարժների մասին է։ Բոլորդ կընդունեք, որ ժամանակին ուսուցիչը բարոյականության և իմաստության խորհրդանիշ էր։
մինչդեռ այսօր նրա դերը սոցիալական եւ հանրային կյանքում շատ է նվազեցվել եւ արժեզրկվել։ Ուսուցչի բարեկեցությունը չպետք է պայմանավորված լինի ինչ որ ատեստավորումից։ Չպետք է պայմանավորված լինի, արդյոք նա այդ ատեստավորումը կանցնի, որպեսզի աշխատավարձը մի փոքր բարձրանա կամ ոչ։ Ընդ որում շատ ուսուցիչներ աշխատում են ոչ թե լիարժեք դրույքով, այլ կես դրույքով, դա էլ ընդունենք։ Սկսենք նրանից, որ մենք պարտադիր ամենաառաջին քայլը անելու ենք, որ կրթության ոլորտում կրթության ֆինանսավորումը բարձրանալու է մինչև հնայի 5%-ը։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ կրթության տրամադրվող ծախսերը գրեթե կկրկնապատկվեն։ Այո, այսօր ուսուցիչների Սիրելիներ, այսօր ուսուցիչների բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան, բնականաբար, եւ այդ թափուր աշխատատեղերից մեծամասնությունը կազմում է սահմաններում եւ գյուղական բնակավայրերում։ Տեսնեք ինչ ենք առաջարկում մենք։ Գյուղական համայնքներում աշխատող ուսուցիչների համար գոյություն ունեցող հնարավորությունների վրա ավելանալու են արտոնյալ 0%-ով հիպոթեկային եւ սպառողական վարկերի հնարավորություն։ Երիտասարդ ուսուցիչներին հնարավորություն է տրվելու մեկնարկային ֆինանսական աջակցություն։ 5 տարի եւ ավելի աշխատելուց հետո համայնքում տրամադրվելու է սեփականություն, այսինքն տնամերձ հողամաս կամ միանվագ ֆինանսական աջակցություն։ Եվ ամենակարևոր իմ սիրած կետը դա արական սեռի ուսուցիչների վերադարձն է լինելու դպրոց։ Այո, մեր աշակերտները դպրոցում պետք է տեսնեն նաև արական սեռի ուսուցիչներ որպես արիության եւ որպես օրինակ։ Այսինքն դա նշանակում է գյուղական ուսուցչի ծրագրի վերականգնում։ Դա լինելու է այսպես. Բուհը ավարտելուց հետո մեր երիտասարդները իհարկե անվճար սկզբունքով ավարտելուց հետո մեր երիտասարդները հնարավորություն են ունենալու աշխատել սահմանամերձ գյուղերում կամ բարձրադիր բնակավայրերի դպրոցներում։ Ինչի դիմաց պետությունը պարտավորվելու է պարտադիր զինվորական ծառայության տարկետման հնարավորություն տալ այդ ուսանողներին, ինչպես նաև սոցիալական աջակցություն։ Մեր ծրագրերը բազմաթիվ են։ Մենք փորձում ենք համագործակցել ուսուցիչների, մանկավարժների, այնպիսի անձանց հետ, որոնք որ դուրս են գալիս հենց այդ համակարգից։ Կրկնում եմ, մեր թիմը բաց է առաջարկների համար։ Եվ ուրեմն եզրափակելով իմ խոսքս ցանկանում եմ այսպիսի մի բան ասել։ Միասնության թևերը այսպիսով ապահովելու է ոչ միայն որակյալ կրթություն, այլ մանկավարժների արժանապատի եւ բարեկեցիկ պայմաններ, ինչպես նաև նպաստելու է սահմանների ամրապնդում եւ համայնքի զարգացում։ Սիրելի հայրենակիցներ, մենք բոլորս իհարկե տարիներ շարունակ կատարել ենք ընտրություն եւ ոչ ոք չի թաքցնում, որ այսօր ամեն մեկից ձայնը կողնորոշիչ է։ Խնդրում եմ, եղեք, մասնակցեք ապագա ընտրություններին եւ կատարեք ձեր սրտի ընտրությունը, բայց պարտադիր մասնակցեք։ Շնորհակալ եմ։